Ես Լուսինեն եմ, աշխատում եմ Finca վարկային կազմակերպությունում որպես մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ։ Մի օր երևի թե հաջողություն ունեցա ինտերնետում տեսնել iCast podcast-ը Գևորգ Պողոսյանի մասնակցությամբ ու շատ ուրախ էի իմանալ, որ կա Re-Armenia կազմակերպությունը, որը հնարավորություն է տալիս բոլոր այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են AI-ով եւ ուզում են ժամանակին համընթաց քայլել, դառնալ AI գրագետ։ Իրականում, երբ որ ես հիշում եմ դասընթացների մասին, միայն ժպիտով եմ այս ամեն ինչը հիշում, մանավանդ երբ որ ես հասկացա, որ այնտեղ ճիշտ է, միանգամից շատ մեծ քանակությամբ մարդիկ էին մասնակցում այդ դասընթացին, բայց այնքան այս ամեն ինչը անմիջական ու հավես էր ստացվում, որ տպավորություն էր, բոլորս իրար ճանաչում էինք, ամեն ինչն էր հետաքրքիր, որովհետև սկզբից մինչև վերջ իմ համար այդ աշխարհը շատ անսովոր աշխարհ էր, նոր աշխարհ էր, որտեղ ես մուտք էի գործել ու ամեն վայրկյանը այնքան արագ ու արդյունավետ էր ասում, որ նույնիսկ չէի զգում, թե երբ անցավ այդ 2 ժամը։ Չեմ կարող ասել նաև, թե կազմակերպիչները ինչքան էնտուզիազմով, ինչքան էներգիայով, ինչքան տենց հավեսով էին այդ ամեն ինչին կպած, որ ասես նայում էր ասում, «Էս ինչ հավես թիմ է այստեղ հավաքված», նույնիսկ երբ որ ինչ-որ մեկին ինչ-որ հարցով լրացնում էր, այնքան սիրուն էր անում ու հասկանում էր, որ այնքան ներդաշնակ է այս թիմը, որ միանշանակ այն ինչուն, որ իրենց առջև դրել են, որ պետք է 5 տարում 1 միլիոն մարդ AI գրագետ դառնա, ես վստահ եմ, որ 5 տարում չէ, շատ ավելի արագ այդ ամեն ինչը տեղի ունենալու, որովհետև այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր ոչ թե անում են ինչ-որ բան ուղղակի արած լինելու համար, այլ հավաքված են մարդիկ, ովքեր ուզում են այդ նպատակը կատարածեն։ Ես հենց անհամբեր սպասում եմ, թե երբ պետք է գնամ իմ գործընկերների հետ նաև կիսվել, որովհետև նույնիսկ դասընթացի ընթացքում իմ մոտ ինչ-որ մտքեր էր առաջանում, այս process-ը որ սենց ենք անում, կարելի է սենց անել, կարելի է ավելի արագ անել, ավելի սիրուն անել, ավելի կրեատիվ անել։ Սենց ոգևորվածությամբ ես գնացի իմ գործընկերների հետ կիսվեցի ու տենց շատ գործընթացներ կան, ինչքան որ նաև մեր անվտանգությունը թույլատրում է, որպեսզի մենք կարողանանք գոնե այս պահին մեր process-ների մեջ կիրառել, մենք փորձում ենք կիրառել։ Բնականաբար փորձեցի, որպեսզի նաև հնարավորինս հաջորդ վեբինարին իմ բոլոր գործընկերները ինչքան հնարավոր է բոլորը մասնակցեն, անգամ գնացի ասեցի հենց հիմա գրանցվեք, երբ որ վեբինարը սկսում ես մեկ նամակով գրել եմ, մտել եք, չէ, միացել եք, չէ, այդ մեր process-ին նայում եք, չէ, բոլորը իրոք շատ ոգևորված էին, այնքան որ քանի որ մեր կազմակերպություններ ահա որ շատ գնահատում է կրթությունը եւ ինքնազարգացումը, անգամ մեր աշխատակիցների համար փորձեց մեկ անգամ դասընթաց կազմակերպել, որովհետեւ ինքը հասկանում է, որ մեր թիմակիցները ինչքան ունեն ավելի զարգացած, ինչքան ավելի լայն մտածողություն ունենան ու ժամանակին համընթաց գնան, կլինեն եւ արդյունավետ, կլինեն եւ նաեւ լավ թիմակիցներ։ Այնպես որ մենք նաեւ մեր թիմակիցների համար կազմակերպեցինք արհեստական բանականության դասընթաց, շնորհիվ մեր Re-Armenia-ի սիրուն խմբի եւ թիմի, ու հիմա ես վստահ եմ, որ բոլորը մի քանի քայլ արդեն առաջ են գնացել։ Շատ կուզեմ, որպեսզի իմ շրջապատում գտնվող մարդիկ ավելի շատ այդ ամեն ինչի մեջ խորանան, հասկանան, որ իրենք հնարավորություն ունեն շատ գործեր ավելի արագացնելու եւ ավելի շատ ժամանակ տրամադրելու այն կրեատիվին, այն ստեղծագործ աշխատանքին, որոնք իրենք ուզում են իրականացնել։